այնից հետո երբ ցեղասպանությունը որակվեց որպես հանցագործություն մարդկության դեմ, դա արդյոք ինչ-որ ազդեցություն ունեցավ հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա։ Նախ այդտեղ մի տերմինաբանական հստակեցում ես նախորդ անգամ էլ ասել էի, հանցագործություն ոչ թե մարդկության դեմ, այլ մարդկայնության դեմ։ Թեև ավելի շատ տարածված է մարդկության սխալ ընկերում, ցավոք սրտի դաշնակցություն էս վերջի իր ուղերձ էր ինչ էր էս պահանջատիրության մասին, էլի գրեց հանցագործություն մարդկության դեմ։ Այդ միանշանակ է։ Դե գիտեք, ցեղասպանության տերմինի հեղինակը Ռաֆայել Լեմկինն է, որը ասում են, որ ստեղծեց հրեական հոլոկոստի համար այդ բանը։ Բայց ըստ էության իրականությունը մի փոքր այլ է, որտեղ պահպանվել է Լեմկինի իսկ վկայությունները դրա մասին, անգամ կա տեսագրությունը, երբ որ Լեմկինը հստակորեն ասում է, որ ես սկսել եմ մտածել սրա մասին, երբ որ ես ուսանող էի Լեհաստանում, ինքը հրեա էր, Լեհաստանում ուսանող էր։ Խոսքը 40-ականների հարցազրույցի մասին է։ Արդեն 47-48 թվականի հարցազրույց է, որը պահպանվել է։ Իսկ առաջի անգամ 43-ից սկսեց օգտագործել, մինչև 47 թվականի կոնվենցիայի մեջ ամրագրվեց։ Հայերից լսեցի հայերի կոտորածների մասին, որովհետև իմ մեջ հարց առաջացավ, երբ որ մի հոգի սպանվում է, ապա այդ սպանողը, մեկ հոգի սպանողը դատապարտվում է, իսկ մի ամբողջ ժողով, երբ որ սպանում են, չի դատապարտվում։ Քրեական օրենսգրքի մեջ էլ չկա նման պատասխանատվություն, այսինքն որևէ պատասխանատվություն չկա, երբ որ դու օրինակ երկրի ղեկավար ես ու քո երկրում մի ամբողջ ժողովուրդ ես կոտորում։ Ինչի հիման վրա պիտի դատեն, երբ որ դա չէր համարվում հանցագործություն, ու բացառությամբ սենց ասենք Հագայի նույն կոնվենցիաները կա մարդասիրական իրավունքի եւ այլն բաները։ Եվ ինքը ասում է, որ ես դա հայերի հետ առիթով եւ հայերի վերաբերյալ։ Հետագայում դա շատ ավելի, ոնց որ ասած, կպավ հոլոկոստին, թեև երբեք հոլոկոստը genocide, ասեմ Jewish genocide չեն ասում։ Երբեք չեն ասում։ Կամ ասում են հոլոկոստ, կամ ասում են շոա։ Իմիջիալոց շոան էդի ենա, որ Մարտոյանը, որ խոսում է, կատաստրոֆան է։ Այսինքն, որ ասում է Իզմիրի կատաստրոֆա են ասում, բան հիմա, գիտեք, բառերը նայած թե դուք ինչ իմաստ ես տնում մեջը։ Մեզ համար մեծ եղերն է, իմ մանկության տարիներին մեծ եղերն էր հայկական ցեղասպանության, ոնց ասած, բնութագրիչը։ Ցեղասպանություն բառը այդքան չէր օգտագործում, այդ հետագայում եղավ։ Կարճ ասած դա 40-ականներից է մեջտեղ, 43-ից են օգտագործել, 47-ին ամրագրվել է կոնվենցիայի մեջ, 48-ին կներ, 48-ին մարտի դեկտեմբերի 7-ին։ Հայերի մեջ նորից էդի մեծ տարածում չուներ, հայերի մեջ ընդհանրապես ցեղասպանության հարցը և ճանաչման հարցը 60-ական թվականների մեջտեղ եկավ։ Այդտեղ բավականին, սենց ասենք, նուրբ հարց է, որտեղ փաստաթղթերը վկայում են, որ 65 թվականի ցույցերը Հայաստանում և Սփյուռքում հրահրված է եղել պետական անվտանգության կոմիտեի կողմից։ Դա չի եղել ինքնաբուխ որևէ բան։ Ինչպես 88 թվին է։ Ինչպես 88 թվին է։ Դա որոշակի խաղ է, այսինքն որոշակի մեծ հարցեր են լուծում։ 60-ական թվականներին ինչ տեղի ունեցավ, երբ որ Թուրքիան դարձավ 52 թվականին ՆԱՏՕ-ի անդամ եւ բոլոր տեսակի, այսպես ասած, սովետական հրաժարումները հայկական հողերից, բան եւ այլն Խրուշչովի ժամանակ նորից արդյունք չտվեցին, 62 թվականի հոկտեմբերին տեղի ունեցավ Պոլիտբյուրոյի գաղտնի նիստ, որտեղ Սուսլովի եւ Պանամարյովի առաջարկով խնդիր դրվեց երկու բան լուծել։ Ամրապնդել ՆԱՏՕ-ի հարավային ֆլանգի դեմ պաշտպանական գիծը, այսինքն Թուրքիայի դեմ, եւ հնարավորինս սովետական ազդեցությունը մեծացնել հայկական Սփյուռքի վրա։ Որտեղ Պանամարյովը մի տեսակետ առաջ քաշեց, նա միակ ակադեմիկոսն էր Պոլիտբյուրոյի անդամ, մտածող մարդ էր, որ ի տարբերություն ռուսական եւ այլ սփյուռքների, որոնք հետևանք են քաղաքական իմիգրացիայի, այսինքն մարդիկ չեն ընդունել սովետական կարգերը, երկրից գնացել են։ Հայկական սփյուռքը հետևանք է ջարդերի կոտորածների, այսինքն սրանք մարդիկ չեն, որոնք գաղափարական անհաշտ վերաբերմունք ունեն սովետի։ Հետևաբար կարելի է սփյուռքի հետ աշխատել եւ ազդեցություն ուժեղացնել։ Դրա համար հանձնարարվեց մտածել ինչ անել։ Առաջարկը հետևյալն էր, շատ խելոք։ Եթե հայերին ներշնչել
որ ձեզ կոտորել են, մինչև այդ արգելված է խոսած ցեղասպանության մասին։ Այսինքն վախ ներշնչել Թուրքիայի նկատմամբ եւ ատելություն Թուրքիայի նկատմամբ նշանակում ատելություն ՆԱՏՕ-ի նկատմամբ։ Առ այսօր մեր քաղաքական գործիչները հաճախ երբ որ ասում են ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններ, ով դեմ ասում է ՆԱՏՕ-ն Թուրքիան է։ Այսինքն հստակորեն Հայաստանում ձևավորվեց հակա-նատոյական վերաբերմունք։ Մյուսը այն էր, որ ոնց Թուրքին պիտի բարեհաճություն անես, առանց ոչինչ անելուց Թուրքի համար։ Խոսալ Եղեռնի մասին։ Դրա համար հանձնարարվեց եւ բացվեց, եթե նայեք տպած գրքերը ցեղասպանության մասին, շատ հետաքրքիր է, 62 թվականից սկսեց այդ գրքերը տպելը, մինչև 62-ից չեք գտնի որևէ գիրք։ Արգելված թեմա էր, հիշատակողները, երբ որ Պոլիտբյուրոն որոշեց, եկավ մինչև 65 թիվ, իմիջիայլոց 64 թվին արդեն մեր կառավարությունը որոշում ընդունեց եւ փոխհատկացվեց Ծիծեռնակաբերդի հուշարձանը կառուցելու։ Այսինքն դա կապ չունի ապրիլյան ցույցերի հետ, որ ասում են այդ ցույց եղավ եւ մարդիկ ասեցին այդպես չի։ Արդեն փողը հատկացված էր։ Ուղղակի, ինչպես սովետական միության ժամանակ հաճախ էր լինում, այսպես ասած ներքևից եկած նախաձեռնություն էր պետք։ Անկամ երբ որ գներն էին թանկացնում, այստեղ մարդիկ հիշեն, օրինակ Վրեմյան ասում էր, որ թառաչելով աշխատավոր բնակչության խնդրանքներին որոշեցին կարակը թանկացնել կարակիկին։ Անկամ դա էին ներկայացնում խնդրանքի արդյունք։ Բնականաբար սովետական միությունը, որը պիտի դա աներ, պիտի աներ ներքևից։ Եվ դա կազմակերպվեց։ Պարզապես ինչպես հաճախ է լինում, ինչպես 88 թվականի դեպքերն էր, որը Նախիջևանի հետ կապ ուներ ըստ էության։ Հաճախ երբ որ դու սկսում ես մի որևէ շարժում, դու կոնտրոլը, վերահսկողությունը կորցնում ես ինչ որ էտապի վրա։ Այսինքն երբ որ հավաքվեցին տասնյակ հազարավոր մարդիկ եւ առաջին անգամ այդ ազատությունը, մեր հողերը եւ այլն, ժողովուրդը կորցրեց ոնց որ ասած, հետո գիտեք, այդ օպերայի հարցակում չասենք, այդ դռները բան, կոտրել եւ այլն, այդ բան։ Իմիջիայլոց ասեմ, որ այդտեղ ռուսական զորքերի զորահրամանատար իրան լավ պայծ, որտեղ մեր կուսակցական ղեկավարությունը ասում էր 7-րդ բանակիրական, որ զորքը բեր եւ կրակի ժողովրդի վրա, որտեղ վախեցել էին, կա ժողովրդին բերեք կոտորեք, եւ իրանք խնդրում էին, եւ դա փաստաթղթավորված է։ Ռուսական զորքերի հրամանատարն ասեց ոչ, քանի դեռ ես Մոսկվայից, ես ես ենթակա չեմ, թող իմ ղեկավարը պաշտպանության նախարարը ինձ հրաման տա, զորքը մտցնել եւ կրակել, նոր ես կանեմ։ Բնականաբար այդ ժամանակ Մոսկվան չտվեց, այդ ժամանակ երկու հոգի ելույթ ունեցան ժողովրդի առաջ, դա Վիկտոր Համբարձումյանն էր եւ Վազգեն Վեհապարը, որոնց համոզվեց ժողովրդին ասած հանգստացնել։ Դրանից հետո ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որևէ մեկը չձերբակալվեց, միայն մի քանի հոգի 15 օրով, այդ Լևոն Տեր-Պետրոսյանը, 15 օրով կալանավորվեցին մանր խուլիգանության համար։ Դա այն երկրում, որտեղ 62 թվականին, երբ որ Նովոչերկասկում ցույցեր էր, զորքը անեցին եւ կոտորեցին ժողովրդին։ Այսինքն, եթե սա ոչ սանկցավորված է, այսինքն թույլ չտրվել այդ ամբողջը, հավաստիացնում եմ ձեզ շատ մարդիկ պարզապես հարյուրներով եւ կկոտորվեն եւ բանտերում կփտրեն։ Դա տեղ ունեցավ նաեւ միաժամանակ հայկական որոշ համայնքներում դա էլ վկայություններ կա։ Հարցրեք այն մարդկանց, ով 60-ականների սկզբին ակտիվ են եղել, եւ ձեզ կպատմեն ոնց են սովետական դեսպանատներից գալիս հայկական համայնքների հետ աշխատանք տանում, որի 65 թվականի ապրիլի 24-ին ցույցի դուրս գան։ Եվ դրանով սկսվեց նոր փուլ մեր պահանջատիրության ոլորտում, հողային պահանջատիրությունը աստիճանաբար սկսեց իր տեղը զիջել ցեղասպանության ճանաչմանը։ Այսինքն Սովետը լուծեց երկու կարևոր հարց իր համար։ ՆԱՏՕ-ի դեմ ունեցավ կայուն բնակչություն, որ ատելություն ունի, եւ Թուրքի վրա ազդեցություն ինքը ունեցավ։ Միևնույն ժամանակ նաեւ լավամարդ դուրս եկա, որ ես եմ եկել ձեզ փրկել։ Այդ փուլը շարունակվեց մինչեւ ըստ էության համայրը առասուր շարունակվում է բանը։ Բայց երբ որ նույն այդ մարդկանց հարց է տալիս, որ այ ինչի եք ուզում, այսօր մի հատ լրագրողի զանգելա ինձ հարց է տալիս, այս բանը Չավուշօղլուի մեկնաբանությունն ասում, որ նա ասելա, որ ասում է, այ կարծիք կա, որ Ամերիկան եթե ճանաչի, Մեծ Բրիտանիան էլ կճանաչի, Իսրայելն էլ կճանաչի, հետո հողերը հետ կտան։ Ասում եմ, նախ առաջինը իրարից չի բխում, եթե Ամերիկան ճանաչի, ինչի՞ պետք է Բրիտանիան ճանաչի։ Եվ ասում եմ, Ամերիկան ճանաչել է։
Ամերիկան առաջի երկիրն է, որ 1951 թվականին ճանաչել է հայոց ցեղասպանությունը։ Ամերիկան գրավոր հատուկ հայտարարություն ուղարկված ՄԱԿ-ի հենց դատարանին արդարացիան, որտեղ ասում է, որ հայերի դեմ տեղի ունեցած կոտորածները դրանք ցեղասպանություն է։ Չասված Ռեյգանն էլ երկու անգամ 81-ին եւ 84-ին հայտարարել է։ Բայց քանի որ ձեռնատու չի այդ փաստի մասին խոսել, որովհետեւ ինքն դժվար է ասել, որ Միացյալ Նահանգները առաջի երկիրն են, որ ընդունել են հայոց ցեղասպանությունը։ Իսկան սառը պատերազմ, սովետ, ամերիկան ամենաթշնամի երկիրն է, ոնց կարելի է դրա մասին խոսալ։ Այդ լրության մատնվեց այդ փաստը։ Նու առ այսօր էլ նորից այդ ամբողջը կա։ Ուզում են, որ Օբաման ասի եղել է հայոց ցեղասպանություն։ Եթե հարց է տալիս, իսկ դա ինչ է տալու։ Ասենք Օբաման հայոց ցեղասպանության փոխարեն ասեց մեծ եղեր, չասեց մարդը։ Այսինքն ինչ որ ասեց հոլոկոստ կամ շո ասեր։ Դե լավ, այդ բառի փոխարեն ասեր ջենոսայդ։ Ինչ է փոխվելու։ Կամ դա ինչ իրավական հիմք է տալու։ Արդյոք մենք կարանք դիմենք միջազգային դատարան եւ ասենք, քանի որ պարոն Օբաման ասել է, որ եղել է ցեղասպանություն, մեզ տվեք մեր հողերը։ Ճամփորդները պատրաստ են, հենց ասած։ Հա, հիմա դատարանը կասի ինչ կապ ունի մեկը մեկի հետ։ Մեկը քաղաքական դիրքորոշում է, իսկ մյուսը հողային պահանջը լրիվ այլ ձևով է կարգավորվում։ Դրա համար այստեղ ասում եմ, բավականին խրթին է իրավիճակը, ես կասեի անգամ խուճուճ, մեզ շատ խելոք ձևով ներքաշել են մի անպտուղ պայքարի մեջ եւ պարբերաբար Թուրքիան նկատեց, երբ որ մենք սկսում ենք որոշակի, այսպես ասած, ուղղորդել դեպի ավելի պահանջատիրություն, ավելի այսպես ասած իրավական, իրանք անընդհատ այդ հարցը մեջտեղ են գցում ցեղասպանության առումով եւ այլն, որովհետեւ դա մեզանից հսկայական ռեսուրսներ է խլում, մարդկային, ֆինանսական, գաղափարական, դժվար է, մենք չունենք այդ հնարավորությունը երկու ճակատով էլ պայքար մղելու։